Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազա քաղաքում ցամաքային մեծ գործողություն սկսելու մասին, այդ ֆոնին Բենյամին Նեթանյահուն խնդրել է ազատել իրեն կոռուպցիայի գործով դատավարության ընթացքում սահմանված կարգով ցուցմունք տալուց։ Ըստ Jerusalem Post-ի եւ Axios-ի իսրայելական կողմը մտադիր է գրավել քաղաքը եւ վերացնել Համասը։ Ակնկալվում է, որ առաջիկայում ռազմական գործողությունները կակտիվանան։ Վերջին օրերին Ցահալն ուժեղացրել էր Գազային ավիահարվածները, ոչնչացնելով բազմաթիվ բարձրահարկ շենքեր, որոնք ըստ Իսրայելի Համասն օգտագործել է ռազմական նպատակներով։ Իսրայելի պաշտպանության նախարարը X-ի էջում գրել է. «Գազան կրակի մեջ է, բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, ինչպես նաև պայմաններ ստեղծում պատանդների ազատ արձակման համար»։ Իսրայել կացը նախազգուշացրել է, չեն թուլացնի ճնշումը, մինչև չհասնեն բոլոր նպատակներին։ Դոնալդ Թրամփն էլ հերթական անգամ կոչ է արել Համասին ազատել գերիներին, այլապես հետևանքներ կլինեն։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ իսրայելական ցամաքային գործողության ֆոնին Պաղեստինյան շարժումը պատանդներին օգտագործում է որպես կենդանի վահան։ Axios-ի տվյալով իսրայելական գործողությունը սկսվել է ԱՄՆ պետքարտուղարի հետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումից մի քանի ժամ անց։ Հաղորդվում է, որ Մարկո Ռուբիոն աջակցել է իսրայելական գործողությանը, սակայն հույս է հայտնել, որ այն հնարավորինս շուտ կավարտվի։ Մինչ այդ Գազայում զոհերի թիվն ավելանում է, Ցահալը կոչ է արել պաղեստինցիներին հեռանալ հարավ։ Գազա քաղաքի 300,000 բնակիչ արդեն տեղահանվել է։ Զուգահեռ Երուսաղեմում ցույցեր են, մարդիկ հավաքվել են Նեթանյահուի գրասենյակի դիմաց, պահանջելով դադարեցնել պատերազմը եւ վերադարձնել գերիներին։ ՄԱԿ-ի միջազգային անկախ քննիչ հանձնաժողովը ցեղասպանություն է որակել Գազայում Իսրայելի գործողությունները։ Իսրայելի իշխանությունը մասամբ ոչնչացրել է Գազայի հատվածում պաղեստինցիների վերարտադրողական կարողությունները, դիտավորյալ ստեղծել է կենսապայմաններ ուղղված պաղեստինցիների ֆիզիկական ոչնչացմանը, ասված է զեկույցում։ Ըստ հանձնաժողովի, Իսրայելի ռազմական եւ քաղաքական առաջնորդները, այդ թվում վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հրահրել են ստեղծված իրավիճակը։ Աշխարհի երկրները պարտավոր են հնարավոր բոլոր միջոցներով դադարեցնել Գազայում եւ օկուպացված տարածքներում Իսրայելի գործողությունները, ընդգծում են զեկույցի հեղինակները։ Հրեական պետության արտաքին գործերի նախարարությունը մերժել է ՄԱԿ-ի զեկույցը, նշելով, որ այն հիմնված է Համասի ստերի վրա։ Գերատեսչությունը կոչ է արել լուծարել միջազգային քննիչ հանձնաժողովը։ Կատարում հանդիպել են Թուրքիայի եւ Սիրիայի նախագահները Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ Ահմեդ Ալ-Շարան քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նշել է, որ առաջիկայում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին Ալ-Շարայի մասնակցությունը պատմական նշանակություն ունի։ Նա հավելել է, Թուրքիան շարունակելու է աջակցել Դամասկոսին եւ աշխատել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Էրդողանի խոսքով հարկավոր է պահպանել Սիրիայում միասնությունը եւ համերաշխությունը։ Բանակցություններն անցել են Իսլամական համագործակցության կազմակերպության եւ Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովի շրջանակում։ Ռուսական բանակը գիշերը հրթիռային հարված է հասցրել Զապորոժիային, ինչը մասշտաբային հրդեհների պատճառ է դարձել, այդ թվում բնակելի շենքերում։ Շուրջ 20 մարդ վիրավորվել է, հայտնի է 1 զոհի մասին։ Խարկովում կրթական օբյեկտ է վնասվել, հայտնի է տուժածների մասին։ Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ թիրախավորել են Սարատովի Ռոսնեֆտ գործարանը։ Ըստ երկրի զինված ուժերի, այն օժանդակել է Դաշնության զինված ուժերին։ Նշվում է, որ գործարանի տարածքում գրանցվել են պայթյուններ, հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի ՊՆ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր ԱԹՍ-ների հարձակման մասին։ Ռոսավիացիան սահմանափակել է Սարատովի օդանավակայանի գործունեությունը։ Օրերս Լեհաստան ռուսական անօդաչուների ներխուժման ֆոնին այդ երկրի նախագահ Կարոլ Նավրոցկին մեկնել է Բեռլին։ Նրան ընդունել են Գերմանիայի նախագահը եւ կանցլերը։ Ակնկալվում է, որ այնուհետև Նավրոցկին հանդիպումներ կունենա Փարիզում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան պատրաստվում է Eurofighter կործանիչներ ուղարկել Լեհաստանի հետ սահման ռուսական ԱԹՍ-ների միջադեպի հետ կապված։ Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Շվեդիան էլ հայտարարել են ՆԱՏՕ-ի արևելյան պահապան նախաձեռնությանը միանալու մասին, որի նպատակն է ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ Բացի այդ, Չեխիան Լեհաստան է ուղարկել 3 ուղղաթիռ։ Մինչ այդ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարում է, որ ռուսական ուժերը Լեհաստանում որևէ թիրախ խոցելու նպատակ չեն ունեցել։ Մոսկվան մեղադրում է Արևմուտքին տեղի ունեցածը չափազանցնելու եւ ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացը խաթարելու փորձերի համար։ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հավատացրել է, որ Մինսկը կապ չունի Բելարուսին սահմանակից Լեհաստանում եւ Լիտվայում վերջերս հայտնաբերված անօդաչուների հետ։ Դիանա Գասպարյան, լուրեր։